Լսեք էլի եմ ասում, Մարս կենտրոնն է 100,000 բնակչով։ Քաղաքացուն հետաքրքիր չի ով հետ ինչ հարաբերություններ ունի, ով հետևից որ պատի տակ ինչա խոսացել, ով հետևից որ պատի տակ ինչ չի խոսացել։ Մարդուն հետաքրքիր է գազելից տեղափոխվելու, ժամանակակից ժոնգտոնգ ավտոբուս, որը ունի Երևանը եւ Ալավերդին այս պահին միայն, թե չի տեղափոխվելու։ Զբոսայգիներից եք խոսում, դուք գիտեք, որ քաղաքում կան զբոսայգիներ 32 կտոր արված եւ տրված վարձակալության։ Օրինակ երկաթուղայինների զբոսայգուց տեղյակ եք, որ 32 վարձակալության պայմանագիր կա։ Բոլորը խզվելու են իրավական ճանապարհով, այդ այգիները հետ են բերվելու Վանաձորին եւ վանաձորցիներին եւ հիմնանորոգվելու են։ Ուրեմն քիչ առաջ մեջ բերել եք երեքչի առաջի օրը տեղի ունեցած միջոցառումից ձեր խոսքը շուրջ $25 միլիոն Վանաձորը թռիչքային զարգացման նախաշեմին, 30-ից 35 նոր ժամանակակից ավտոբուս, 80-ից 100 նոր վերելակ, 80-ից 100 բակի ասֆալտապատում, խաղահրապարակներ, մի շարք փողոցների ասֆալտապատում, զբոսայգիների, մանկապարտեզների հիմնանորոգում եւ ոչ միայն։ Վանաձորի զարգացման ահա այս ծրագրերն են դրված սեղանին, կա բավարար բյուջե, պակասում է մեկ բան՝ ավականու նիստ։ Հավատալով ավականու անդամների ողջախոհությանը, ընդգծում եմ, թույլ չեմ տալու այս ծրագրերը մնան սեղանին դրված, թույլ չեմ տալու մարզկենտրոնի զարգացումը կաթվածահար լինի։ Այո, ստորագրում եմ յուրաքանչյուր բարի եւ տարի, բայց չեմ կարծում, որ ընդդիմադիր ավականու անդամները ձեր թույլտվությանը պիտի հետևեն։ Բա ինչու նիստ չի կայանում։ Քաղաքական որոշում է։ Բա, իսկ Վանաձորի բնակիչներին հետաքրքիր է այդ քաղաքական որոշումները։ Երբեք չի հետաքրքրել, նույնիսկ 2016 թվականին չի հետաքրքրել։ Ես չեմ կարծում, որ կա ավականու անդամ, որ պետք է կանգնի 100,000 մարդու առաջ ու ասի. դուք զրկվում եք 35 ավտոբուսից, դուք զրկվում եք 100 վերելակից, դուք զրկվում եք 100 բակի ասֆալտապատումից, դուք զրկվում եք մանկապարտեզների հիմնանորոգումից, այդ թվում թիվ 7 մանկապարտեզի տնակային, դուք զրկվում եք զբոսայգիների հիմնանորոգումից, դուք զրկվում եք փողոցների ասֆալտապատումից, այս ամենը մեկ տարվա ծրագիր է, պարոն Մկրտչյան, որովհետև մենք ունենք քաղաքական որոշում։ Կա նման ավականու անդամ, որ կարող է նման հայտարարությամբ հանդես գալ։ Ես կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ, որ անկախ քաղաքական հայացքներից Վանաձորի ավականու բոլոր 33 անդամները սիրում են իրենց քաղաքը, սիրում են իրենց ծննդավայրը եւ համայնքի զարգացումը կաթվածահար չեն անի քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Դա նախատեսված է 2026 թվականի համար, միայն մեկ տարվա մասին է խոսքը, ընդ որում այնինչ հրապարակել ենք բավականին զուսպ եւ համեստ։ Եկեք անկեղծ լինենք, քաղաքական դրդապատճառներով, չէ՞, պաշտոնակատարը նստած եւ նրա համար հատուկ նրա համար օրենսդրություն փոխվեց։ Դուք ինչ եք ուզում։ Դուք ուզում եք քաղաքի զարգացում, թե ուզում եք քաղաքական հարցեր առաջ տալ իշահ ժողովրդի նյարդերի եւ չզարգացած քաղաքի։ Ես մի շարք հանդիպումներ եմ ունեցել, շատ տարբեր մարդկանց հետ, ինչն է, որ չէ ուզի ասել նյարդայնացնում, բայց իմ ընկալումներում չի տեղավորվում։ Շատ հաճախ ես մեր քննարկումներում եւ երկխոսություններում Վանաձորը չեմ նկատում։ Այդ թվում են մարդկանց հետ հանդիպումներում, որոնք որոշակի պատասխանատվություն են ստանձնել։ Օրինակ մեկը երկուսը միգուցե ավականու անդամ են դարձել կամ այլ մարդիկ, որոնք այլ կարգավիճակ են զբաղեցնում։ Երբ ես ասում եմ պետք է ավականու նիստ կայանա հանուն Վանաձորի, հանուն այդ թվարկածի եւ հիմնավորում եմ բյուջեն որտեղից, բերվում են հակափաստարկներ նեղ անձնական, նեղ թիմային, չգիտեմ։ Եվ դա ինձ համար ընկալելի չէ։ Լսեք էլի եմ ասում, Մարս կենտրոնն է 100,000 բնակչով։ Քաղաքացուն հետաքրքիր չի ով հետ ինչ հարաբերություններ ունի, ով հետևից որ պատի տակ ինչա խոսացել, ով հետևից որ պատի տակ ինչ չի խոսացել։ Մարդուն հետաքրքիր է գազելից տեղափոխվելու, ժամանակակից ժոնգտոնգ ավտոբուս, որը ունի Երևանը եւ Ալավերդին այս պահին միայն, թե չի տեղափոխվելու։ Մարդուն հետաքրքիր է անդադ տատիկ էր գրել մի քանի օր առաջ, որ 9-րդ հարկում են բնակվում հաշմանդամ թորնիկ ունեն, հաշմանդամություն ունեցող ներողություն եւ չեն կարողանում
իջնել բարձրանալ անընդհատ, որովհետև 9 հարկանի շենքում վերելակ չի գործում։ Հիմա այդ տատիկին հետաքրքիր չի, ով ինչ նախընտրություններ ունի, քաղաքական կամ ում հետևից ինչ է խոսացել։ Հետաքրքիր այդ 100 վերելակները բերվելու են, փոխվելու են, թե ոչ։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Զբոսայգիներից եք խոսում, դուք գիտեք, որ քաղաքում կան զբոսայգիներ 32 կտոր արված եւ տրված վարձակալության։ Օրինակ երկաթուղայինների զբոսայգուց տեղյակ եք, որ 32 վարձակալության պայմանագիր կա։ Բոլորը խզվելու են իրավական ճանապարհով, այդ այգիները հետ են բերվելու Վանաձորին եւ վանաձորցիներին եւ հիմնանորոգվելու են։ Հիմնանորոգվելու համար պետքա ծրագիր, չէ՞։ Ծրագիրը պատրաստ է։ Ընդհանրապես պետքա դա հասցնել կառավարություն։ Ինչ բարդ բան կա այս ամենը։